2024 թվականին, ինչպես գիտենք, Ղազախստանը 14-րդ տեղն է զբաղեցնում ցորենի արտադրության ոլորտում, բայց 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին, ի տարբերություն 24 թվականի, ղազախական հացահատիկի արտահանումը 38%-ով նվազել է ծավալները։ Բացի այդ, կառավարությունը Ղազախստանի ունի որոշում, որ մինչև 2050 թվականը լրջորեն սահմանափակվելու է ղազախական հացահատիկի արտահանումը։ Հայաստանը երբեք հացահատիկի խնդիր չի ունեցել, այսինքն Հայաստանի լոգիստիկ հնարավորությունները միշտ էլ բավարարել են Հայաստանը անհրաժեշտ քանակությամբ հացահատիկով ապահովելու համար։ Այսինքն այստեղ Ադրբեջանի ավելորդ լավա մարդությունը, հա, եթե մեր ժողովրդական լեզվով ասենք Հայաստանի մի փոքր տարօրինակ է, կա ուղղորդում, այսինքն հետաքրքիր այն հացահատիկը, որ Ղազախստանից այստեղ ներմուծվել է, այն էլ Ադրբեջանով, կա մի դերակատար այստեղ, ում մասին չի խոսվում։ Տպավորությունը, որ այստեղ խնդիրը ոչ թե Հայաստանին հացահատիկով մատակարարելն է, այլ խնդիրն այստեղ Ադրբեջանի դերակատարումը բարձրացնելն է եւ հայ հասարակության ականջին միգուցե եւ ընդունելի եւ հաճելի դարձնել անընդհատ այն խոսույթը, որ տեսեք Ադրբեջանը հաղթահարում է թշնամանքը եւ թույլ է տալիս մեծահոգաբար, որպեսզի իր տարածքը օգտագործի իբրև տրանզիտ Ղազախստանից ցորենը Հայաստան տեղափոխելու։ Դա թուրքական աշխարհի որպես այսպես ասած, այո, PR կարելի է դիտարկել։ PR օպերացիաներ, որ փորձ արեցին իրականացնել Հայաստանում, բայց ինչ որ մի բան կարծում եմ այնպես չգնաց, որովհետեւ ղազախական հացահատիկը շատ ավելի շուտ պետք է գար Հայաստան, քան ռուսականը Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, խոսվել է այն մասին, որ Հայաստանը ունի փորձ կառավարելու արդեն գործածության ժամկետից դուրս բերված միջուկային վառելիքը, սա շատ հետաքրքիր է, քանզի դա գիտենք, որ ռուսական ընկերությունն է, Ռոսատոմն է իրականացնում։ Եվ նաև շատ կարևոր է ղազախական կողմի եւս մեկ հայտարարություն, որ Հայաստան ունի ունիկալ ատոմակայան։ Ես միանշանակ հակված եմ, որ ղազախական կողմը ցանկություն է հայտնելու, որպեսզի մեր դպրոցում, արդեն կայացած դպրոցում ինձ մասնագետները սովորեն։